Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, անկեղծ եմ ասում, ես չեմ հասկանում այն բոլոր քննադատությունները, որոնք հաճախ ասում են, որ խաղաղության օրակարգը նախաստորագրվեց զուտ որպեսզի դա հետագայում ընտրությունների ժամանակ խաղաթուղթ դառնա։ Մեծ հաշվով դա չի կարող խաղաթուղթ դառնալ, նախ քանի որ դեռևս ստորագրված չի, եւ երկրորդը, եթե գետնի վրա մենք խաղաղության գոնե տեսանելի, շոշափելի process չունենանք, անգամ ամենալավ փաստաթուղթը չի կարող ընտրական հաղթաթուղթ որպես այդպեսին դառնալ, այսինքն ժողովուրդը կույր չի, ժողովուրդը հասկանում է, եւ եթե օրինակ մենք ունենանք լավագույն փաստաթուղթը, որտեղ լավագույն դրույթները կան եւ դա ստորագրված է, բայց սահմանին չկա խաղաղություն, միևնույն է դա չի կարող դառնալ հաղթաթուղթ, այսինքն սա ուղղակի այդպես չասեմ մանիպուլյացիա է, բայց շատ հաճախ այդպես բացարձակ անհեթեթ քաղաքական խոսույթ է, որը որ նաեւ ազդեցություն չի ունենալու։